Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են։ Մեր կողմից սիրված դերասանները մարմնավորում են կերպարներ, որոնք անտարբեր չեն թողնում հեռուստադիտողներին։ Հեռուստասերիալի նկարահանման հրապարակում միշտ ջերմ ու ընկերական մթնոլորտ է, ի տարբերություն հեռուստասերիալի զարգացումների։ Դիանա Գրիգորյանը մշտապես ընտրում է դերասաններ, որոնք հեռուստասերիալի ռեյթինգն անում են ամենաբարձրը։ Հեռուստասերիալում նկարահանվող դերասանները սիրված ու ընդունված են հեռուստադիտողների կողմից։ Նրանք անհամբերությամբ սպասում են, թե ինչպես է զարգանալու կերպարների պատմությունը։ Այստեղ կարելի է ասել առանցքային կերպարներից մեկը Անգելինան ու Աննան են, ով տարիներ առաջ բաժանվել են որպես մայր ու դուստր և այժմ լինելով իրար կողք կողքի չգիտեն, որ իրենք հարազատ հոգիներ են։ Եվ այս ամենում իր մեղքի բաժինն ունի Միքայելը։ Բնականաբար, Միքայելը տարիներ առաջ բաժանելով Աննային ու Սոսին, խլելով նրանցից իրենց երեխային, այժմ հետաքրքիր կերպով սցենարիստը որոշել է ջերմություն մտցնել Աննայի սիրտ դեպի Միքայելը։ Իհարկե, վերջին դեպքերի հետ կապված այդ ջերմությունը լրիվ կորավ, բայց արդյոք այս ամենն արվում է նրա համար, որ շատ շուտով կբացահայտվի Անգելինայի ինքնությունը։ Հեռուստադիտողները շատ լավ են հասկանում, որ երբ բացահայտվի ողջ ճշմարտությունը, Աննան չի կարող ներել ու լինել Միքայելի կողքին, ինչքան էլ որ նրա հանդեպ անտարբեր չլինի ու ուրախ լինի, որ իր երեխայի հայրը հենց Միքայելն է։ Որովհետև հենց Միքայելի ձեռքով, բացի Աննայի դստեր դժբախտությանը, նաև հիմք է դնում իր երեխայի դժբախտությանը։ Հենրին իրեն վատ է զգում, նույնիսկ հայտնվում է անելանելի վիճակում ու քայլելով հասնում է կամրջի մոտ։ Հետաքրքիր զարգացումները դեռ առջևում են։ Այսօր Անգելինայի կերպարը մարմնավորող սիրված դերասանուհի Ռոզա Դավթյանը ներկայացրել է, թե ինչպես են իրականացվում նկարահանումները, ներկայացրել է Անգելինայի սենյակը և հետաքրքիր բացահայտումներ արել հենց այդ սենյակում իրականացվող նկարահանումներից, այսպես ասած, «Վերջին զանգի» չէին սպասում տարբերակը։ Դիտեք տեսանյութ։ Վերջին զանգ հեռուստասերիալին չէի սպասում։ Համեցեք։ Որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կադրող չի երևում։ Դա սկսած սցենարներս են։ Ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեմ, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն ենք նետել, հիշում եք, բայց ստեղը ամեն անգամ նկարելուց անում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Դինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուշի։ Ստեղ ունեմ իմ գրիմի պարագաները։ Այստեղ մենք ունենք եւս մեկ գաղտնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել, լոգարանն է։ Պահարանում ինչ ունես։ Պահարանում ոչինչ չունեմ։ Ինչի՞ միշտ դասը բացում եմ ինչ-որ բան եմ անում, ինչ վարից ոչ մի բան։ Իսկ բաց պատշգամբում։ Պատշգամբում ունենք, այստեղ եմ սիրուն հատվածում ենք, ես շատ եմ սիրում նկարվել ստեղ։ Ունենք այս sense լավ տեղ, միշտ այն դրսի կադրերը, որ տեսնում եք, ես ներքև եմ նայում, եկեք տեսեք։ Բացում ենք ամենամեծ գաղտնիքները։ Չկա ոչինչ։ Ու ստեղից դուրս։ Այսպես, այսքան մեր Անգելինային ընճարանը, ընդհանուր տունը դիտեք հաջորդ սերիաներում, նաև սենց հետաքրքիր գաղտնիքներ ենք բացելու, թե ոնց է Անգելինան արտասվում, ոնց են նկարվում այդպիսի կադրերը, այնպես որ ուշադիր եղեք եւ հետևեք։ Շատ շնորհակալ ենք ու սիրում ենք ձեզ։ Ողջույն սիրելի ընկերներ, հիմնականում սենց վիդեոներ չեմ նկարում, որտեղ ես կամերայի դիմաց ուղղակի նստած խոսում եմ, բայց այս անգամ ոչինչ թող բացառություն լինի, որովհետև ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնեմ իմ նոր հետևորդներին, որոնք օր-օրի ավելանում են ու իրանց էներգիայով, իրանց կոմենտներով կիսվում են ինձ հետ։ Անկեղծ ասեմ, որ դա ինձ շատ մեծ էներգիա է տալիս, որպեսզի ես էլ ավելի լավ մարմնավորեմ Արամի կերպարը։ Շնորհակալ եմ շատ բոլորից հետ, շատ գնահատում եմ այդ ամեն ինչը ու ուզում եմ ասեմ, որ սպասեք հետաքրքիր իրադարձությունների զարգացման։ Բարի օր բոլորին, ես այս պահին գտնվում եմ մի քիչ հեռու, բայց ի սրտե ձեզ հետ եմ ու առհասարակ ռադիոյի օրը կարծում եմ ուրախացրել է եւ մեզ, մարդկանց, ովքեր աշխատում են ռադիոյում եւ իհարկե ռադիոն սիրող եւ ռադիոյի հետ օրվա մեծ մասը կամ որոշակի հատված անցկացնող մարդկանց։ Ես ուզում եմ, որ մեր կապը լինի անբաժան, մշտական ու հարատև։ Անհամբեր սպասում եմ
երբեմ գալու եւ միանալու Ռադիո Ավրորա թիմին, շարունակելու մեր աշխատանքը։ Շնորհավորում եմ ոչ միայն մեծ սիրելի ռադիո լսողներին, այլև իմ սիրելի Ռադիո Ավրորայի մեծ թիմին ու գործընկերներին։ Նորից ողջույն բոլորին, շատ եք մեզ գրում, թե ինչի ակտիվ չենք, ինչի լիքը սթորիներ չենք անում, չենք պատմում, որտեղ ենք, ուր ենք գնում, ինչ ենք տեսնում, ինչ ենք ուտում, մի խոսքով։ Առհասարակ մի քանի պատճառ կա դրա համար ու գլխավորներից այնա, որ հանգստի ժամանակ ցանկալի է մի քիչ կտրվել գոնե այդ վիրտուալ աշխարհից։ Թեև հեռախոսից դժվար է կտրվել, որովհետև դու ուրիշ երկրում ես, ուրիշ քաղաքում ու անընդհատ ինչ-որ ինֆորմատիվ հարթակներից ես օգտվում։ Մի խոսքով, ուզած հեռախոսը մեր ձեռքում է անընդմեջ։ Բայց դե գոնե վիրտուալ կյանքից մի քիչ հեռվանանք։ Լիքը բան ենք նկարել, երբ որ կամ կհրապարակեմ հաստատ, կպատմեմ ինչ բաներ։ Հա, ինչ էի ասում, մոռացա ճիշտացած արդեն, բայց ինչև եմ, հանգստի ժամանակ գոնե արժի մի քիչ կտրվել, ինչ ասում, մի քիչ կտրվել համացանցից։ Բացի այդ, այստեղ այնքան ամեն ինչ սիրուն է, այնքան տեսնելու բան կա, որ չես էլ հասցնում։ Լիքը դեպքերում ուզում ես ֆոտոներ անես, վիդեոներ անես ու դրա ժամանակն էլ չկա մեծ հաշվով, ուզում ես ամեն ինչի, դե մի արա։ Այստեղ մարդ կա ինձ խանգարում, բայց ես կասեմ, կվերջացնեմ միտքս։ Մի խոսքով լիքը բաներ եմ նկարել, որոնք կպոստեմ, կկիսվեմ ընկերներիս հետ, ընտանիքիս անդամների հետ, լիքը կոնտենտ ունենք։ Լիքը կոնտենտ։ Բայց լուրջ եմ ասում, մեկ նույնիսկ այդ հեռախոսը չես ուզում հանես, չես ուզում նկարես, չես ուզում վիդեո անես, սիրուն թվում է թե ոյ գնում ենք հավես տեղեր, սենց հատուկ կազմել եմ ինչ-որ շորեր եւ այլն վերցրել եմ, որ այստեղ սենց կնկարվեմ, սենց վիդեո կանեմ, բայց դրա ժամանակն էլ չկա, այս ամեն ինչը ուղղակի տեսնել ու զգալա պետք։ Ինչ ենք մենք այսօր ասում, Աչքի կայֆ։ Աչքի կայֆ, լավն ասում աչքի։ Լես շենքը ցույց տա։ Հա, դե ամեն քայլափոխին կա սիրուն բաներ, շատ սիրուն։ Կավարտա միտքս այնուամենայնիվ ու այնքան դե մի շատ է մի խոսքով էմոցիաները, շատ է սիրունությունները ու ուզում ես ամեն ինչ տեսնես, ֆիքսես, ապրես, առանցնել ժամանակը շատ կարճ է։ Դրա համար երբեմն նկարվելու պահն էլ չի լինում։ Բայց կան ինչ-որ բաներ, որոնք որ կհրապարակեմ։